Տղաներ անցնում ենք այս վիդեոն, վստահ եմ ձեզ հետաքրքիր չի լինելու։ Մակից ունեմ այսպիսի բոքս, տեսնենք ինչ կա։ Հուսանք վիդեոն թերթել են, որովհետև աղջիկներ ձեր հետ պետքա ես առանձին խոսեի։ Մի բավականին տգեղ տենդենց կա, երբ մի կինը մյուսին համահրանքով է վերաբերվում։ Սա վերևից են նայում այն կանանց, ովքեր օրինակ դիմում են էսթետիկ միջամտությունների։ Այս պրոդուկտով ցենց փայլուն, սիրուն էֆեկտ ենք ստանալու։ Ըստ իս դա ոչ առավելություն է, ոչ էլ թերություն։ Դա պարզապես ընտրություն է, որը ձեզ իրավունք չի վերապահում մեկ այլ կնոջ կամահրել։ Եվ կանանց սոլիդարությունը իմ պատկերացմամբ հենց սա է։ Մենք պարտավոր չենք նույն ընտրությունը անել իրար հարգելու համար։ Ու սա աշխատում է եւ պետք է աշխատի երկու կողմերի համար էլ։ Եթե դու բնական ես, հրաշալի, բայց դա չի նշանակում, որ դու կարող ես կամահրել այն կնոջը, ով ընտրել է գեղեցկության մեկ այլ տարբերակ։ Կամ եթե դու որոշել ես ինչ-որ միջամտություններ անել, էլի հրաշալի, բայց դա եւս քեզ իրավունք չի վերապահում վատ արտահայտվել մեկ այլ կնոջ հանդեպ, ով դա չի արել։ Վերջի վերջո խոսքը կնոջ իր մարմնի, իր արտաքինի, իր կյանքի վերաբերյալ ընտրություն անելու իրավունքի մասին է։ Ու այս մասով նաև ինձ ուղված մեղադրանքները, որ այս ժամանակին body positive-ից էի խոսում եւ այլն, ես հիմա էլ եմ body positive-ից խոսում։ Body positive շարժման հիմնական նպատակը մեկս մյուսի արտաքինը հանգիստ թողնելն է։ Ինչ լավն էր պիգմենտը, որ չի կարելի անկախ նրանից մարդը ինչ տեսք ունի, իրան պիտակավորել։ Մենք կանայքս գիտենք, թե ինչ գնով ենք ձեռք բերում տարական իրավունքներ էնել ընտրելու հետ կապված։ Եկեք հարգենք ոչ միայն մեր այդ իրավունքը, այլև դիմացինինը։ Եկեք իրականում ընտրենք երջանկությունը։ Այն ամեն ինչ, ինչը մեզ երջանիկ է դարձնում։ Լինենք երջանիկ, իրար աջակցող ու իրար ոգեշնչող։ Մենք պարտավոր չենք նույնը ընտրենք, որ իրար կարողանանք աջակցել։ Դե իսկ մակին էլ հատուկ շնորհակալություն այս հրաշալի պրոդուկտների համար։